Ազգային ժողովի հերթական նիստի քննարկումների կիզակետում դարձյալ օրակարգային հարցերից ավելի քաղաքական բանավեճ էր։ 2018-ից հետո ընդդիմությունը փոխվել է, բայց խորհրդարանում քննարկումների որակը չի լավացել։ Քրիստինե Վարդանյանի մեղադրանքին Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց։ Մինչև 2008-ը ընդդիմությունն էր գեներացնում հիմնական քննարկման թեման։ Ներկայում դարձել է իշխանություն ու դարձյալ օրակարգ է ապահովում։ Իսկ ընդդիմությունն այսօր միայն մերկապարանոց հայտարարություններ է հնչեցնում։ Ռուբեն Ռուբինյանը ապացուցելու համար իմ ընդմանը, որ ցանկացած ընդդիմադիր համայնքապետ, ով ընտրվում ով ձեր համար խնդիրակալանավորում է, գալիս այս ամբիոնից ցանկա կարդում ընդդիմադիր համայնքապետերի ու ասում է ում ենք սրանցից հետապնդել։ Առաջինը տալիս է Դավիթ Համբարձումյանի անունը։ Դավիթ Համբարձումյանի, որին 3 վճիռ կայացվեց 6 տարի 3 ամիս կալանավորելու։ Ռուբեն Ռուբինյանի մոտ տպավորությունն է, որ դուք չհետապնդվողների ցանկը չեք կարդացել, հաջորդականությունն եք կարդացել ում եք կալանավորելու։ Մի հարցում ձեզ հետ լրիվ համաձայն եմ, որ ասում եք մարդիկ զզվել են, որտեղ նայում են, թե ինչով է զբաղված մեր ազգային ժողովը, ու ասում եք ինչու է այդպես է, որտեղ այստեղ նստած եք դուք։ Բազում անգամներ եկել եք ասել եք, այս ինչ անկարևոր թեմաներ եք քննարկում, երկիրը գտնվում է այս վիճակի մեջ 5 տարի, դուք այդ նույն բանն եք ասել։ Ինչ քաղաքական հետապնդված կարելի է քաղաքական հետապնդման ենթարկել Վարդանիկին օրինակ։ Ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չի անել օրինակ էլի։ Կամ Դավիթ Համբարձումյանին Մասիսի քաղաքապետով 6 տարի 3 ամիս դատապարտվեց ձեր սիրելի վարչապետի թեկնածուն։ Ասում է հանրահավաքներից մեր մարդկանց են բերման ենթարկում, այդ հանրահավաքները օրենքի դաշտում կազմակերպեք, որ մարդկանց բերման չենթարկեն, փող եք բաժանում, գլխաքանակով մարդկանց եք հաշվում, մի կողմից եկեղեցականներին եք ստիպում գան մասնակցեն ձեր հավաքներին Ռոբերտ Քոչարյանին ծափ տան քահանաների շորերով։ Ազգային ժողովի նախագահն արձագանքեց նախորդ օրը Հայկ Մամիջանյանի հնչեցրած քննադատությանը, թե Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի ժամանակ վարչապետը մոտեցել է ԱՄՆ նախագահին եւ ներկայացել։ Մի մարդու, որը գտնվում է մի միջոցառման, որտեղ բազմաթիվ տասնյակ երկրի ղեկավարներ կան, պետք է մոտենաս ասես պրիվետ Ռոբ, պետք է ասես պրիվետ Սերժ, պրիվետ, չգիտեմ, Տրամփ, ուզում հասկանամ այդ ինչ խոսալու բան է, թե ձեր չափանիշները, որ Նալբանդյանի թշիկներից քաշքշում էին դա է, կամ որ Նալբանդյանը մի հատ թղթի կտոր վեկալած մտել էր ժողովրդի մեջ, փորձում էր Էրդողանին մոտիկ գնար այդ թուղթը փոխանցել ու նույնիսկ չգիտեին է, այսինքն այդ ինչ ձևեր է, այդ ինչ խոսալու բան է, դուք ապացուցել եք երկու խմբակցությունով, որ երբ որ դուք պետական լծակ չեք ունենում, դուք 0 OGG ունեք, որովհետև պետական լծակի պարագայում դուք կարողանում եք ինչ-որ դիմադրել։ Կառավարման խնդիրներ կա Հայաստանի Հանրապետությունում։ Չի կարող լեգիտիմ կառավարիչը, որը որ ուժը ամեն ինչը իր ձեռն է, ամեն ինչի նկատմամբ, ամեն ինչի համար բիրտուշ կիրառել, պարկեցնել գետնին, չգիտեմ, ազգային անվտանգության ծառայության ալֆա խմբերը ուղարկել, դատավարություններ իրականացնել, որոնք որ միակողմանի են, շինծու են շատ դեպքերում, հաշվել լեգիտիմ, որովհետև ուժ ունեցող անձնավորությունը իր առաջին հերթին առանձնանում է իր մեծահոգությամբ, ոչ թե ուժով։ Եթե Սերյան Օհանյանն ունենար այնքան խիզախություն եւ անկեղծություն, որ 2008 թվականի այդ հեռավոր փետրվարի 28-ին մտներ Ռոբերտ Քոչարյանի կաբինետ եւ ասեր. «Պարոն Քոչարյան, չի կարող լեգիտիմ ղեկավարը բիրտ ուժ կիրառել, ուժ ունեցող անձնավորությունը առանձնանում է իր մեծահոգությամբ»։ Գուցե, պարոն Օհանյան, դրանից ընդամենը 1 օր անց 10 մարդու Երևանի կենտրոնում ձեր իշխանությունը չգնդակահարեր։ Բիրտ ուժը դա է։ Եվ այդ խիզախության մասին ձոնը կգնաք կկարդաք Ռոբերտ Քոչարյանի ականջի մոտ։ Ու չգաք այստեղ եւ մեզ բիրտության եւ խիզախության մասին բաներ ուրեմն հեքիաթներ պատմել։ Հետո էլ ասեք, պատեպատ ենք տալի, պատեպատ չենք տալի։ Ձեզ ժողովուրդը իր գնահատականով ամեն օր պատեպատ է տալի։ Ինչ վերաբերում է օրակարգային հարցերին, ավարտվեց նախորդ օրը մեկնարկած Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը, ապա ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Արմեն Քթոյանին ընտրեց գլխավոր դրամատան խորհրդի անդամ, իսկ Կամո Սարգսյանին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։